Էդգար Ղազարյանը նախ իր մասնագիտական տարբեր ուղղությունների եւ փորձագիտական գործունեության համար ձեր գնահատականների կարիքը բացարձակապես չունի։ Ես ամեն դեպքում տվեցի։ Մի խանգարեք։ Պարոն Ղազարյան, այսօր չփորձվեք դուք ինձ որևէ բան ասեք։ Հիմա ունեցեք ձեր ելույթը։ Առաջարկում եմ ձեզ նախ հետ Ունեցեք ձեր ելույթը, եթե չեք ունենում, դադարացեք։ Ելույթը ձեր ունեցեք կամ լքեք ամբիոն։ Խանգարում եք հիմա ինձ։ Ելույթը ունեցեք կամ լքեք ամբիոն։ Վերականգնեք ժամանակը։ Ես կասեմ ինչ անել, ունեցեք ձեր ելույթը։ Տիկին Գալյան, ես կոչ եմ անում հետ կանչել այս նախագիծը, որովհետև նման կարևոր նախագիծը նման շփթփ ռեժիմում կարծում եմ, որ չարժի քննարկել։ Առավել ևս դուք ներկայացրել եք նախագիծ, որը վերաբերում է կառավարության կառուցվածքին եւ գործունեությանը, բայց կառուցվածքային ըստեղծության ոչ մի փոփոխություն չեք առաջարկում, ընդամենը նախարարությունների անվանումների փոփոխություն է, որի հիմնավորումները դուք փաստացի չեք կարողանում ներկայացնել։ Որովհետև երբ որ ասում եք արտաքին գործերի նախարարություն ամբողջ աշխարհում գրեթե տենց երկիր չկա, որ չունենա։ Պետք է անվանումները իդենտիկ լինեն տարբեր երկրների հետ։ Դուք մի քանի երկրի անվանում թվարկեցիք, բայց աշխարհի երկրների մեծ մասում այդ նախարարությունը հենց կոչվում է արտաքին գործերի նախարարություն։ Եվ միայն այն բանի համար, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի կինը Տիկին Գոհար Աբաջյանը նաև Enterprise Armenia ընկերության ղեկավարն է հիմնադրամի, դա կարծում եմ ոչ բավարար հիմնավորում է, որ մեր արտաքին գործերի նախարարությունը կոչվի նաև արտաքին առևտրի նախարարություն։ Նա վարչապետը եւ կառավարությունը իրենք են նախարարությունի միջև լիազորությունների բաշխում իրականացնում։ Հետևաբար առանց նախարարությունների անվանման փոփոխության հնարավոր էր կառավարության կողմից նախարարությունների կանոնադրությունները հաստատելով կամ աշխատանքի բաժանումով այդ խնդիրը լուծել։ Իսկ քանի դեռ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կարալին ընդամենը 3 նախարարություն՝ Ադրբեջանի շահերի նախարարություն, ԱՇՆ, Թուրքիայի շահերի նախարարություն, ԹՇՆ եւ հայերին պատժելու նախարարություն, ՀՊՆ։